Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ մենք մեր հերթական հանդիպումը Երևանյան տաղավարի հետ կրկին սկսում ենք Մոսկվայից։ Իհարկե հեռավար տարբերակով զրույցներն էլ ունեն իրենց դերն ու նշանակությունը, բայց ինձ համար ավելի ցանկալի կլիներ, եթե ես լինեի Երևանում եւ տաղավարում հյուրընկալված իմ զրուցակցի հետ այսպես զրույց ենք դեմ առ դեմ, բայց պիտի ասեմ, որ այսօրվա մեր հյուրը այնպիսի բացառիկ հյուրերից է, որի հետ միայն կապը արդեն ամեն ինչի մասին խոսում է։ Խոսքս Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների տեխնացու Գուրգեն Սիմոնյանի մասին է, որին դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, նաև ակնկալում եմ հաջորդ անգամ ձեզ տեսնել այս տաղավարում։ Ես էլ անկեղծ ասած այդպես լավ տրամադրված եմ, ինձ բժիշկները ասեցին եւս մեկ շաբաթ պիտի հետազոտությունները վերջնացենք եւ կարող եք հանգիստ գնալ առնվազն մի 5-6 ամսով Երևան, դե տեսնենք թե ինչ կստացվի։ Լավ, այդ հարցերը դնենք մի կողմ, մենք այսօր խոսալով քիչ բան չունենք եւ ուզում եմ սկսենք Գյումրիի Փարաքարի այդ ընտրությունների մասին, որոնց արձագանքները դեռ երկար են մնալու մեր հանրության շրջանում։ Ձեր կարծիքը ի վերջո ինչ ընտրություններ են դրանք հերթական, այսպես ասած, ընտրախախտումներով անցկացված ընտրություն, թե ինչ որտեղ նաև առաջընթաց կար։ Ընտրախախտումների մասին խոսելը մի քիչ դժվար է, որովհետև եթե ընտրախախտումներ կային, ապա ընտրություններին մասնակցած բոլոր կողմերը ինչու արդյունքները ճանաչեցին։ Սկսենք այստեղից։ Թեպետ եւ ասում են, որ իշխանությունները վարչական լծակներ են կիրառել, իշխանություններն էլ ասում են, որ որոշ ուժեր ընտրակաշառքներ են բաժանել եւ այլն, բայց այնուամենայնիվ բոլոր մասնակից կողմերը ընդունել են ընտրությունների արդյունքը, որևէ մի կողմ չի բոյկոտել, նշանակում է, որ ինչ էլ որ եղած լինի, բոլոր մասնակիցների համար ընդունելի է։ Ես կուզենայի շեշտը դնել այստեղ այլ հանգամանքի վրա։ Նախ Գյումրիում մասնակցեց ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44%-ը։ Այսինքն կեսից ավելին պարզապես չմասնակցեցին ընտրություններին։ Եվ սա հստակ ինդիկատոր է, որ ցույց է տալիս, որ քաղաքացիական հանրույթը այլևս ներկայում գործող քաղաքական համակարգի, ներքաղաքական իրավիճակի համատեքստում որևէ այլընտրանք չի տեսնում եւ շահագրգռություն չունի մասնակցելու, թեպետ եւ ես համարում եմ դա շատ մեծ խնդիր Հայաստանի Հանրապետության համար եւ քանիցս կոչ եմ արել մեր սիրելի քաղաքացիներին, որ բոլոր տեսակի ընտրություններին եւ հանրաքվեներին, լինի դա տեղական ընտրություններ, թիմ ընտրություններ, թե համապետական ընտրություններ, պարտադիր մասնակցեք, անգամ եթե դուք ձեր տեխնացուին չեք տեսնում, միևնույն է մասնակցեք, ոչ մեկին մի ընտրեք, բայց մասնակցեք։ Սա շատ կարևոր է, որպեսզի ժողովրդավարությունը ամրապնդվի եւ բոլոր տեսակի խախտումները նվազագույնի հասցվեն, որտեվ լայնարձակ մասնակցության պարագայում ինչ խախտում ուզում է լինել իր տեսակարար կշռով շատ ավելի փոքր տոկոսներ է ստանում, քան եթե քիչ մարդիկ մասնակցեն։ Եվ Գյումրիում եւ Փարաքարում մենք տեսանք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես իշխող ուժ պարտություն է կրում։ Գյումրիի պարագայում ես չեմ կարող ասել, որ առհասարակ որևէ մի կողմ հաղթանակ է տարել։ Ես համարում եմ, որ բոլոր մասնակիցները պարտվեցին Գյումրիում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից սկսած մինչև բոլոր դերակատարներ, որոնք մասնակցեցին։ Թե այլընտրանքային դաշտում տեղակայված այլընտրանքային ֆիգուրներ, թե նախկինների մարմնացումը ներկայացնող այն ուժերը, որոնք որ ձայներ հավաքեցին եւ ծանրակշիռ, թե իշխող ուժը պարտվեցին աներկբայորեն, որովհետեւ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեղադրում է, թե կրիմինալը հաղթեց Գյումրիում, այդ դեպքում ես որպես քաղաքացի հարց եմ հնչեցնում, այդ կրիմինալը ինչու է ազատության մեջ եւ այդ կրիմինալը ինչու կարողացավ մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Եվ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համարում է, որ ինքը հաղթել է, ապա վարչական ռեսուրսի զորաշարժելը դեռ չի նշանակում հաղթանակ։ Տեսանք ինչ տեղի ունեցավ։ Եվ ավանդաբար Գյումրին Հայաստանի երկրորդ իր մեծությամբ խոշոր քաղաքը լինելով հանդերձ, ավանդաբար դարձել է ներքաղաքական իրավիճակի պրոյեկտողը։ Այսինքն, եթե ներկայիս իշխանությունները խնդիրներ ունեն, առաջինը դա զգացվում է Գյումրիում։
եւ Գյումրիում առհասարակ ներքաղաքական խնդիրներն են ցույց դնում։ Իմ ամենագլխավոր արձանագրումը, որ ես կարող եմ այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրել, որ պատմություն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությունը գիծ է քաշել։ Այսինքն այդ գծի լուսանցքում են հայտնվել 1990 թվականից մինչև 2025 թվական գոյություն ունեցած ուժերը։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությունը իդեմս գյումրեցիների եւ ես վստահաբար ասում եմ, որ դա նաեւ երևանցիների հանգամանքում կարող ենք ասել եւ բոլոր մեր համայնքների 48 քաղաքների եւ 900 եւ ավելի համայնքների անունից կարող ենք ասել, որ մարդիկ նոր այլընտրանքային ուժ են փնտրում եւ դա ցույց է տալիս ընտրությունների մասնակցայնությունը եւ մարդկանց սատարման աստիճանը այս կամ այն ուժերին ներկա իրավիճակներում։ Այսպես թե այնպես մենք պարտավոր ենք նոր ներքաղաքական համակարգ կայացնելու, ոչ թե բարեփոխելու հինը անհնարին է բարեփոխել, այլ նոր քաղաքական համակարգ կայացնելու նոր քաղաքական ուժերով, նոր քաղաքական դերակատարներով։ Պարոն Սիմոնյան, ես պիտի ասեմ, որ ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, թե ինչ վարկանիշ ունի ներկա իշխող ուժը։ Եվ իհարկե պարկեշտ երկրներում նման պարագայում սովորաբար պետք է այդ ուժերը հրաժարական տան, բայց մեզանում ավաղ նման բան սպասելը առնվազն ծիծաղելի է։ Էլ չեմ խոսում, թե ինչպես են իրենց պահել ընտրությունների ժամանակ այդ ուժի ներկայացուցիչները։ Եվ գիտեք, այս ամենից հետո արդեն ակամայից մտածում ես, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ մեր երկրում այս նմանատիպ ընտրություններից հետո, ըստ ձեզ ինչպիսին է այսօր իրավիճակը եւ իսկապես ինչ զարգացումների կարող ենք մենք ականատես լինել։ Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները չեն պատկերացնում, թե ինչպես կարող են իրենց հեղինակությունը եւ վարկանիշը բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրության շրջանակում։ Նրանք օգտագործում են գործիքակազմ, որը հատուկ է ընդդիմությանը, այսինքն այն ուժերին, որոնց հասու չէ լայն լծակներ երկրում իրական փոփոխություններ իրականացնելու։ Նրանք օգտագործում են փոդքասթների ինստիտուտը, mass media-ն, PR միջոցառումները։ Անցյալ օրը բողոքում էր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որ երկրում կադրեր չկան, բայց արդյոք ինքը լինելով կիսագրագետ ոչ լիարժեք բարձրագույն ավարտ անձ, որ ստանձնել է երկրի ամենաբարձրագույն պաշտոնը, հասկանում է, թե վարչապետի գործառույթները որն է։ Վարչապետի գործառույթները մեծ հաշվով տեսանելի չեն, այլ շոշափելի են, որտեղ վարչապետը այնպիսի գործառույթ չունի, որ ցույց տա մարդկանց իբրև թե աշխատում է, բայց վարչապետի աշխատանքի կարևոր հանգամանքները մարդիկ ամեն օր իրենց կյանքում պետք է զգան։ Իսկ մեր քաղաքացիները ինչ են իրենց կյանքում զգում։ Թանկացումներ, ապօրինություններ եւ անվտանգության դեֆիցիտ։ Սա գլխավոր պատասխանն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ այդ կոմանդանտեի փափախը էլի դրած գնա ոստիկանական մեքենաներ բացի եւ ստուգի, դա չի կարող փաթեթավորել որպես աշխատանք։ Դա իր գործառույթների մեջ չի մտնում։ Դա ընդհանրապես PR ակցիա է, որը հատուկ է ընդդիմությանը։ Ենթադրենք նոր ձևավորված քաղաքական ուժը Հայաստանի շնորհապետական կուսակցությունը եւ նրա ղեկավարը Գուրգեն Սիմոնյանը, չունենալով լայնարձակ լծակներ, որպեսզի մարդկանց կյանքի առօրյա իրավիճակներում փոփոխություններ ներմուծելով իր հեղինակությունն ու վարկանիշը բարձրացնի, օգտագործում է այլ գործիքակազմ, օգտագործում է գիտելիքահենք ռազմավարության ներկայացումը, օգտագործում է mass media-ն, օգտագործում է այլ մեխանիզմներ, բայց դա չի նշանակում, որ իշխանությունների պարագայում մարդիկ նույնը պետք է կրկնեն, որտեղ իշխանության գործիքակազմը շրջաբերաբար տարբերվում է։ Նրանց աշխատանքի միջոցով մենք ամեն օր պետք է զգանք փոփոխություններ մեր կյանքում։ Մինչդեռ կարճ օրինակ կարող եմ բերել, դուք տեսեք արտարժույթի շուկայում դրամ-դոլար հարաբերակցությունը մնացել է նույնը։ Իսկ շուկաներում գները աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Արտասահմանյան երկրներից հայրենադարձ կամ Հայաստան եկած զբոսաշրջիկի կարգավիճակով հայությունը հետը բերում է դոլար կամ եվրո։ Նրանք փոխարինում են նույն դրույքաչափով դրամի դիմաց, բայց առևտուր կատարելուց գրեթե շատ ավելին են ծախսում, քան իրենց
հայրենիքներից իրենց պետություններից որտեղից որ նրանք եկել են Հայաստանի Հանրապետություն, որտեղ որ կյանքի մակարդակը եւ կենսամակարդակը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Տան գները նայեք։ Տեսեք սոցիալական կոմունալ քաղաքականությունը, որը պետությունն իրականացնում է։ Եվ այս առումով ուզում են ասել, որ վարչապետի աշխատանքը արդյունավետ է, մարդիկ տեսնում են այլ բան։ Եվ դա չի նշանակում, որ այդ ցուցադրական քաղաքականությունը կարող է տրամադրություններ փոխել։ Հենց սա է պատճառը, որ ընտրություններում նրանք շարունակաբար պարտություններ են սկսել կրել եւ դա լինելու է հնդհացս մինչեւ 2026 թվական, որտեղ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակում բոլոր գործող դերակատարները գրեթե չեն պատկերացնում իրենց տեղն ու նշանակությունը եւ իրենց հնարավորությունների մասշտաբը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ հիմա տեսեք ինչ է կատարվում։ Նոր ձևավորված քաղաքական ուժին եւ նրա առաջնորդին փորձում են աֆիլիացնել եւ կապել քաղաքական դաշտում արդեն գոյություն ունեցող եւ հանրային շատ ցածր վստահության բաժին ունեցող ուժերի հետ։ Ինչու են սա անում, որպեսզի մեկ տրցակով բոլորին այրեն։ Մեկ տրցակով, եթե Գուրգեն Սիմոնյանի եւ նրա կողմից առաջադրված քաղաքական ուժի անվանումը շրջանառում են հեղինակություն չվայելող կուսակցությունների եւ նրանց ղեկավարների անուններով, նշանակում է փորձում են նույնացնել, որ մարդկանց ենթագիտակցության մեջ տեղավորեն, որ այս մարդը նույնն է ինչ որ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, բայց դա չի ստացվելու, որովհետեւ հերիք չի դուք կարողացաք ձեր ահռելի քանակությամբ կապիտալը քաղաքական զրոյացնել, դուք հնարավորություն չեք ունենալու զրոյացնել այն ուժերին, որոնք որ նոր են նետվել քաղաքական դաշտ։ Դուք ո՞նց եք նոր քաղաքական դաշտ նետված մարդուն փորձում աֆիլիացվել ինչ որ հին նախկինում գործած ուժերի հետ։ Մարդիկ հիմար չեն, եւ ես ասում եմ բոլոր ժամանակների քաղաքական իշխանությունների եւ ընդդիմությունների գլխավոր Աքիլեսյան գարշապարը եղել է այն, որ նրանք թերագնահատել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բացի այն, որ պատմականորեն ձևավորված իմաստնություն ունի, այլ նաև այս տարիների ընթացքում բավականաչափ քաղաքականապես գրագիտացել է եւ շատ լավ մարդիկ կարողանում են թացը չորից ջոկել։ Պարոն Սիմոնյան, լիովին համամիտ եմ ձեզ հետ եւ գիտեք, անկախ ամեն ինչից պիտի ասեմ, որ մենք արդեն վաղուց համոզվել ենք, որ չկան նախկիներ ու ներկաներ։ Պարզապես դրանք մեկը մյուսի շարունակություն են, բայց ահա նոր քաղաքական ուժի երբ տեսնում ես, ուզում ես ակամայից կանգնել այդ ուժի կողքը, որպեսզի ինչ որ բանով օգտակար լինես։ Այդ իսկ պատճառով ես ձեզ ուզում եմ միանգամից ասել, որ Փակ TV-ն հենց ձեր նման անձանց կողքին է լինելու։ Մարդիկ, որոնք չեն վախենում ճշմարտությունը ասելու եւ չեն էլ սարսափում, թե ինչ կարող է պատահել իրենց հետ, եթե հանկարծ ինչ որ թթու խոսք ասեն այս իշխանությունների հասցեին։ Ես ուզում եմ ասել, որ դուք իմացեք, որ իսկապես որպես նոր ուժի, նոր քաղաքական ուժի մեր հանրության շատ ու շատ հատվածներ ձեզ հետ մեր ցույցեր են կապում եւ տա Աստված, որ դուք այդ հույսերը արդարացնեք, որտեղ գիտեմ, թե որքան դժվար է, իսկապես շատ դժվար է ասել ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը որքան էլ դառն է, բայց պիտի ասվի եւ շնորհակալ եմ, որ դուք չեք վախենում այդ ճշմարտությունը բարձրաձայնել։ Շնորհակալ եմ, պարոն Ղուշյան, շատ շնորհակալ եմ ձեր արտահայտած մտքերի համար, իրականում մարդկանց եւ արժեք ներկայացնող քաղաքացիների եւ մասնագետների խոսքերը գոտեպնդող են եւ ոգևորող, որովհետեւ այնքան շատ է անարդարությունը, մանավանդ տեղեկատվական դարաշրջանում, երբ որ ինֆորմացիոն հոսքերով ինչքան սուտ եւ ապա տեղեկատվություն ասես տարածում են։ Այս 2-3 օր է, որ մարդիկ ինձ ահաբեկված ինչ որ նյութ են ուղարկում, որը կեղծանունով կայքի միջոցով տարածվող է, կեղծանունով, այնքան էլ նենց մի գունեղ սուտ է ներկայացված։ Ես էլ ասում եմ, պատմականորեն արքաներից մեկի անունն է այդ կայքը իր վրա կրում, ասում եմ անպայման ծննդականը պահանջեք, տեսեք արքան է, թե արքան չէ, որովհետև հերիք չի կեղծանունով է հանդես գալիս, մի բան էլ սարսափելի սուտ է ներկայացում եւ մարդիկ ահաբեկվում են։ Այսպես որ գնա չես հասկանա թե պատմական ինչ ֆիգուր կարող է բլոգերի կարգավիճակ ստանա Հայաստանում եւ մարդիկ էլ այդքան դյուրահավատ լինեն։ Ես միշտ ասում եմ սիրելի քաղաքացիներին, տեղեկատվական դարաշրջանում կարևորագույն աղետներից մեկը ապա տեղեկատվությունն է եւ սուտն է, որովհետեւ դրանք պատերազմական տարրեր են։
Ժամանակակից աշխարհում 6-րդ սերնդի պատերազմների մարդ մղելու կարգավիճակով տեղեկատվական պատերազմները հույժ կարևոր են։ Դրանք գիտակցական պատերազմների մաս են։ Ընդ որում գիտակցական պատերազմները բաժանվում են հետևյալ տեսակների. ապա տեղեկատվություն, պատումների պատերազմ, նարատիվների պատերազմն է դա եւ հոգեբանական պատերազմ։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությունը 3 տեսակի գրոհների ենթարկվում է եւ ապա տեղեկատվության, եւ հոգեբանական գրոհների, եւ պատումների, նարատիվների պատերազմի զոհ է դարձել։ Հետևաբար լուծման մեկ հանգամանք կա, պետք չի դյուրահավատ լինել, սիրելիներ։ Ցանկացած ընթերցվող, ցանկացած ունկնդրվող նյութ առաջին հերթին կասկածի ենթարկեք։ Դրանք 7 անգամ, 10 անգամ ստուգելու ենթակա են։ Եվ իմացեք, որ ստի ոտքը կարճ է, թեպետ եւ սուտն արագ է ընթանում, սուտը միջև ճշմարտությունը միջև 1 պտույտ երկիր մոլորակի շուրջը կպտտվի, սուտը 5 պտույտ պտտված է լինում, բայց այնուամենայնիվ ստի ոտքը կարճ է։ Ուժերը չեն կարող երկար ժամանակ անգիտության տեղեկատվական, ապա տեղեկատվության մեջ պահել ամբողջ հանրությանը։ Դա միառժամանակ կստացվի, բայց ամբողջ ժամանակը չի կարող լինել, եւ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներից մեկը Աբրահամ Լինկոլնն էր ասում, որ կարելի է խաբել մի ամբողջ ժողովուրդ մի փոքր հատված ժամանակահատվածի, բայց չի կարելի խաբել մի ամբողջ ժողովուրդ անընդհատ։ Հետևաբար միշտ կասկածի տակ դրեք, սիրելի քաղաքացիներ, իմացեք, որ ներկա իրավիճակներում եթե նոր ուժ է ձևավորվում, ինչպես կարող եք դուք ստուգել նրա անկեղծությունը։ 2 մեթոդով. քաղաքական դերակատարների անցած ճանապարհ եւ ֆինանսական միջոցներ, որտեղից են գոյանում։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը այդ 2 հանգամանքով էլ թափանցիկ է։ Ես իսկապես դրանում ինքս բազմիցս համոզվել եմ եւ պիտի ասեմ, որ իսկապես շատ ուրախ եմ, որ դուք շարունակում եք այդ ուղին, որով սկսել եք առաջին օրվանից։ Պարոն Սիմոնյան, իհարկե ներքաղաքական զարգացումները շատ կարևոր են, բայց ես ուզում եմ մենք նախ անդրադառնանք Ռուսաստան Միացյալ Նահանգներ բանակցություններին, թե ինչ է արվում, որպեսզի վերջ տրվի ռուս-ուկրաինական այս խայտառակ պատերազմին, եւ հավատում եք արդյոք, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին կհաջողվի այս հարցում հասնել իր ուզած տարբերակին։ Իմ գնահատմամբ չի հաջողվի, որովհետև Դոնալդ Թրամփի գլխավոր նպատակը ոչ թե պատերազմի կանգնեցնումն է, այլ ամբողջ աշխարհում կառավարվող քաոսի միջոցով ձևավորել մի իրողություն, որտեղ միակ շահած կողմը կլինի Միացյալ Նահանգները։ Ինչպես դա տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ պատերազմից երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ Մարշալի պլան զորաշարժեցին եւ Եվրոպան սկսեցին կայացնել, բայց Եվրոպան այդ ընթացքում ընկավ խորը կախվածության տակ Միացյալ Նահանգներից։ Մենք գիտենք, որ եւ անվտանգային բաղադրիչը եւ տնտեսական բաղադրիչը հոգում էր Միացյալ Նահանգները եւ ահռելի քանակությամբ ոսկու պաշար ամբողջ աշխարհի ամբողջ ոսկու պաշարի 1/3-ը տեղափոխվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ։ Միայն Ֆրանսիայի նախագահին Շարլ դե Գոլին հաջողվեց 5 նավ ոսկի տեղափոխել Ֆրանսիա։ 2-3 անգամ ՆԱՏՕ-ից դուրս են եկել ֆրանսիացիները, որպեսզի ամերիկացիներին հստակ ցույց տան, որ խաղեր տալ չի կարելի Ֆրանսիայի հետ։ Եվ Շարլ դե Գոլը կարողացավ 5 նավ տեղափոխի, բայց Գերմանիայի ոսկու պահուստը մինչև այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում է եւ հիմա է Գերմանիան հարց բարձրացել, որ ոսկու պահուստը Գերմանիայի Միացյալ Նահանգները վերադարձնի դեպի Գերմանիա։ Այսինքն ժամանակակից ընդդիմամարտության մեջ ԱՄՆ-ն կրկիտ քաղաքականություն է տանում, որտեղ այրված հողի քաղաքականությունն է, ամբողջ աշխարհը իրար պատերազմի միջոցով ոչնչացրել է, ճիշտն ու սխալը մի կողմ դրած, եւ միակ հաղթողը դարձել է ԱՄՆ-ն, որտեղ կլինի պարտված ջախջախված կողմ, դա բռնապետություններն են, եւ կլինի տուժած կողմ, այն երկրները, իրեն դաշնակից երկրները, որոնք զոհ են դարձել բռնապետությունների մղած պատերազմների, օրինակ Եվրոպան, Ուկրաինան եւ այլն եւ այլն։ Կարծում եմ չի հաջողվի, որովհետեւ ես գտնում եմ, որ համաեվրոպական միութենական համակարգը իզորու է պաշտպանական համատեղ համակարգ ձևավորելու եւ դա Էմանուել Մակրոնի ջանքերի միջոցով կարծում եմ կստացվի, որովհետեւ առնվազն 3 պետության համաձայնություն կա
Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, եւ այդ 3 խոշոր եվրոպական պետությունների ներուժի վրա կարելի է կոնսոլիդացնել, համախմբել ամբողջ եվրոպական ներուժը։ Եվ կարծում եմ, որ Ուկրաինան չի հանձնվի։ Ուկրաինան մարտը շարունակում է, պայքարում է։ Իսկ հակընդդեմ ճամբարում 2025 թվականի դրությամբ եւ 2025 թվականի տարվա ավարտի համեմատական վերլուծության համատեքստում Ռուսաստանը տնտեսական թափ այլևս չունի։ Եվ դրա վառ վկայություններից մեկը Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավարների հայտարարությունն էր, որ նրանք առժամանակ սառեցնում են քաղաքացիների ներդրումները բանկերում, բայց հորդորում են, կոչ են անում, որ քաղաքացիական հանրությունը Ռուսաստանի խուճապի չմատնվի եւ բանկերից փողերը չհանեն։ Այսինքն, եթե մարդկանց սրբության սրբոցին են դիպչում արդեն մասնավոր սեփականությանը եւ կൂട്ടակած միջոցներին, նշանակում է ինչքան ծանր է Ռուսաստանի վիճակը։ Բացի այդ, երբ որ լսում ենք նրանց պետական համասարանների պրոֆեսորատ դասախոսական անձնակազմի զեկույցները, Ռուսաստանի Դաշնությունում հիմա տնտեսության եւ ռազմավարական տնտեսության անկում կա։ Տնտեսության ոլորտներ կան, որոնք որ դադարել են գործել եւ նրանց վերագործարկումը անհնարին է։ Նրանք շարունակաբար գործել են Խորհրդային Միության տարիներից եւ Խորհրդային Միությունն է իզորու եղել այդ ենթակառուցվածքները կառուցելու։ Ժամանակակից Ռուսաստանը իզորու չէ նման ենթակառուցվածքներ կառուցելու, որը ԽՍՀՄ-ն է ժամանակին կառուցել, բայց փորձը ցույց է տալիս, որ 2-3 տարի դադար տալուց հետո դրանք վերագործարկելը անհնարին է դառնում։ Օրինակի համար խորքային պոմպերը, որոնք հեռավոր արևելքում, Սիբիրում էներգակիրներ են ընդերքից հանում, դրանք սառեցվել էին եւ կոնսերվացված իրավիճակից վերագործարկելու հնարավորություն չեն կարող ունենալ։ Բացի այդ, մեկ ուրիշ գործիքակազմ կա, որը կիրառվում է Ռուսաստանի դեմ, դա էներգակիրների համաշխարհային գների տատանումների միջոցով ռուսական գազի եւ նավթի շուկայի ոչնչացման քաղաքականությունն է։ Նավթի եւ գազի գները աշխարհում անկում են ապրում։ Եվ մենք գիտենք, որ Հյուսիս 1, Հյուսիս 2 նավթախողովակների ոչնչացումից հետո Ռուսաստանը հնարավորություն չունի լայնարձակ նավթագազային հումք տեղափոխի արտաքին աշխարհ, միակ ուղղությունը մնացել է Չինաստանը։ Այս հանգամանքում մենք պետք է հստակ գիտակցենք, որ տնտեսությունը ռազմավարական ընտրանին, որը բացակայում է Ռուսաստանում, որտեղ մենք գիտենք այնտեղի վերնախավը արդեն տրանզիտի հարց պետք է լուծած լինեին, բայց փոխարինողների դասակարգ չունեն։ Իշխանության տրանզիտը տապալված է։ Այդ բացը եւ տեխնոլոգիաների բացը, որը հստակ զգացվում է մարտի դաշտում, հնարավորություն չեն տալու Ռուսաստանին հաղթանակ տանել։ Այն մարդիկ, ովքեր որ կարծում են, որ Ռուսաստանը կարող է հավաքական արևմուտքի դեմ հաղթանակ տանել, մոլորության մեջ են։ Թրամփի ծրագիրը կարծում եմ տապալման է տանելու ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգների այս մոտեցումը եւ կամ մոտ ժամանակներս Թրամփը կվերարժևորի իր միջազգային հարաբերությունների մոտեցումները, նրանք կստիպեն Միացյալ Նահանգների խորհրդային պետությունը կստիպի, կամ նախագահի փոփոխություն տեղի կունենա, որովհետեւ ԱՄՆ-ն ամեն դեպքում ազգային շահերով պայմանավորված ձգտելու է առավելագույնի։ Եթե տեսնեն մի մոտեցում չի աշխատում, փոխելու են։ Պարոն Սիմոնյան, ես Ինքներ խոսենք ներքաղաքական մեր զարգացումների, հատկապես մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, եւ այդ ֆոնին Ալիևի այդ գորգոր անպագորգոր հայտարարությունների արհամարական վերաբերմունքին դեպի մեզ եւ այն որ նա մի քանի օր առաջ այսպես բացիաբաց ասեց, որ ինքը չի էլ պատրաստվում այդ կաղաղության պայմանագիրը ստորագրել, այսինքն հերթական անգամ համոզվեցին, որ դա փուչ գաղափար է, այդ մասին ինչ կարող եք ասել։ Համաձայն եմ ձեզ հետ։ Ես տարիներ շարունակ ասում եմ, որ խաղաղության պայմանագրերը չեն պայմանավորում իրողություն։ Իրողություններն են պայմանավորում պայմանագրեր։ Եթե իրավիճակը պատերազմի է, ոչ մի թուղթ չի կարող արկախել պատերազմը։ Պետք է իրավիճակը խաղաղության լինի, որպեսզի թղթեր վավերացվեն խաղաղության, իսկ իրավիճակը խաղաղության չէ։ Մենք գիտենք թե Սյունիքի շուրջ ծավալվող խմորումները, մենք գիտենք Ադրբեջանի ախորժակը, մենք գիտենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ձևավորվող թնջուկը բավականին պայթունավտանգ է ժամանակակից աշխարհում։ Մենք վառոտե տակառի վրա ենք նստած, եւ Ալիևը դա շատ լավ գիտի։ Եվ եթե ամբողջ մերձավոր արևելյան տիրույթում
պատերազմների շարք բորբոքվեց, նրանք շատ լավ գիտեն, որ առավելագույնս կարող են հայ ժողովրդի հաշվին ստանալ։ Հետևաբար հռետորական հարց. ինչու է պետք Ալիևին առհասարակ պայմանագիր Հայաստանի հետ, եթե նա կարող է ստանալ առհասարակ Հայաստանի ոչնչացման ծրագիր։ Ինչու դու պայմանագիր կնքես մի սուբյեկտի հետ, որի սուբյեկտայնությունը դու վիճարկելու ես մոտ ժամանակում։ Հռետորական հարց Նիկոլ Փաշինյանին. դու մտածում ես, որ առհասարակ Ալիևը ուզում է Հայաստանը ոչնչացնի։ Հետևաբար, եթե Հայաստանը որպես սուբյեկտ չի լինելու, ըստ Ալիևի, Ալիևը ինչի պետք է ուզենա այդ սուբյեկտի հետ պայմանագիր ունենա միջազգային։ Պայմանագրերը միջազգային իրավական ակտեր են։ Հռետորական հարց, որտև կիսագրագետներն են այսօր երկրի ղեկավարմամբ զբաղված։ Ես դրա համար, որ բոլոր հարթակներում ասում եմ, մեզ Նիկոլ երկրորդներ, երրորդներ, չորրորդներ, անգամ առաջին Նիկոլը պետք չէր։ Եվ նրանից առաջվաններն էլ այս գրագիտությամբ չէին, թեպետ եւ բուհ ավարտած էին, բայց գրագիտությամբ չէին փայլում։ Հայաստանի Հանրապետությունում այլևս կիսագրագետներին, անգրագետներին եւ անբարոյականներին իրավունք չունենք տեղ տանք, որպեսի բարձրանան վերին օղակներում նստեն։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որ կորցնենք։ Հիմա հռետորական հարցի շարունակությունը, եթե Ալիևը մոտ ժամանակներս ուզում է հասնել Հայաստանի չգոյությանը, ապա Հայաստանի գոյությունը երբեմնի փաստող միջազգային իրավաքաղաքական պայմանագիրին չի պիտի ձեզ տա։ Հետևաբար, բոլոր ժամանակների Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն մեկ առաքելություն։ Ամեն օր հզորացնեն, բարձրացնեն Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը, մարտունակությունը, կարգի բերեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ձևավորեն նոր ստանդարտների, նոր մոտեցումների բանակ, սպառազեն եւ համեմատականը չվերցնեն այսպես կոչված կեղծ Հարավային Կովկասի 3 պետությունները, որտեղ Հարավային Կովկաս եզր չկա, սա մերձավոր արևելքն է։ Հարավային Կովկասը դա Խորհրդային Միության վարչատարածքային միավորի անվանում էր, որը կայսրությունից էին նրանք վերցրել 1853 թվականի Լիտվի բարեփոխումներով հանդերձ։ Մինչև 1853 թվականը Կովկաս եզր չկար տարածաշրջանում։ Կովկաս թարգմանաբար սկյութերենից նշանակում է ճանապարհ դեպի Ասիա, Կավկազ, որը որ Կովկասյան լեռնաշղթայով ամփոփվում էր, այսինքն դա դուռն էր դեպի Ասիա, դա անցնելուց հետո գալիս էին Ասիա, մերձավոր արևելք։ Հետևաբար, համեմատականը պետք է վերցնեն բոլոր այն հզոր տերությունները, որոնք պոտենցիալ ռիսկ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն մեր զինված ուժերը պետք է ի վիճակի լինի կանգնեցնելու Թուրքիայի ռազմական մեքենան։ Այս խնդիրը դուք կարողանալու եք լուծել, եթե չեք կարողանալու իրագործել, ապա դուք իրավունք չունեք տապանակարի վրա այն թվականի դաջողը դառնալ Հայաստանի Հանրապետության անկախ հայկական պետականության։ Տեղներդ ազատեք ու թույլ տվեք, որպեսզի հայ ժողովուրդը իր իմունային համակարգը դրսևորի եւ ռեաբիլիտացվի, իր ներսից բերի արժանավորներին, հաստատի արժանավորների իշխանություն, մերիտոկրատիա։ Պարոն Սիմոնյան, ես իհարկե լսում եմ ձեզ եւ անպայման այս հարցը ուզում եմ տալ մեր ունկնդիրների շատերը ուզում են որոշակի տեղեկություններ ստանալ նաև ձեր նորաստեղծ կուսակցության մասին։ Ի վերջո դուք ունեք ծրագիր, որը կարող է Հայաստանը դուրս բերել այս սարսափելի վիճակից։ Այո, մենք ունենք ծրագիր, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ աշխատում ենք երկարաժամկետ ծրագրի շուրջ։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը եւ Գուրգեն Սիմոնյանը եւ այնտեղ ներգրաված բոլոր անձիկ երբևիցե չեն համագործակցել, չեն համագործակցում եւ չեն համագործակցելու Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահների եւ ներկայիս վարչապետի, քաղաքական ուժերի եւ նրանց սատարող արբանյակ այլ քաղաքական ուժերի հետ։ Սա փակ հարց է։ Մնացած պարկեշտ ազնիվ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցը բաց է եւ քաղաքական նպատակահարմարությունից եւ քաղաքական հաշվարկներով պայմանավորված հանգամանք։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը բացառապես ձևավորվել է այլընտրանք
դառնալու համար, որպեսզի 2026 թվականին եւ առհասարակ բոլոր տեսակի ընտրությունների ընթացքում հայ ժողովուրդը այլընտրանքային ընտրության հնարավորություն ունենա, գնա տեղամաս տեսնի Պողոսենք են, Պետրոսենք են, Մարտիրոսենք են, մեկ էլ այլընտրանքներ կա։ Ես ուրախ կլինեմ, եթե էլի այլընտրանքներ լինեն։ Ես կողջունեմ բոլոր տեսակի այն մաքուր ուժերին, որոնք կկայանան հնդածս որպես այլընտրանք։ Այդ դեպքում պատմության կողմից հայտարարված այդ գծից այս կողմ կկայացնենք նոր քաղաքական համակարգ։ Նոր քաղաքական համակարգ շատ ավելի առողջ մոտեցումներով, որտեղ թիրախավորված չեն լինի անձիկ, որտեղ փոքր ուղեղներն են թիրախավորում անձանց, այլ թիրախի տակ կլինեն պրոցեսներն ու գործընթացներն ու իրողությունները։ Պետք չի համախմբվել քարկտիկների շուրջ։ Քարկտիկներ են այն ուժերը, որոնք որ թիրախի տակ են պահում անուն ազգանուններ։ Պետք է թիրախի տակ պահել պրոցեսներ, գործընթացներ, գաղափարախոսություններ, իրողություններ։ Մեր խնդրեմը ոչ թե մարդիկ են, այլ իրողությունները։ Ես դրա համար չեմ ասում մեր խնդրեմը Նիկոլ Փաշինյանն է, մեր խնդրեմը տգիտությունն է, անգրագիտությունն է։ Ես չեմ ասում մեր խնդրեմը եղել են կոնկրետ անուն ազգանուններ, ենթադրենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մեր խնդրեմը եղել է կլեպտոկրատիան, գողապետությունը, թալանը։ Հիմա ո՞նց պետք է անի հայ ժողովուրդը, որպեսզի դա չկրկնվի։ Պետք է կենտրոնանա մոտեցումների շուրջ, պետք է կենտրոնանա իրողությունների շուրջ։ Սա շատ կարևոր է, սիրելի քաղաքացիներ, համախմբվեք, իմ կարծիքով հայ ժողովուրդը իզորու է նորացնելու իրավիճակները, որտեղ այդ նորանալու հանգամանքը մեր արյան մեջ է։ Անկամ մեր կրոնում էլ կա, չէ։ Եկեք չմոռանանք, որ հին աստվածությունները Վահագնին անընդհատ ծնունդ էր առնում, Փյունիկի նման հարություն էր առնում։ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, որ մենք հեսա հարության տոնը նշելու ենք շուտով։ Այսինքն մենք անընդհատ մոխիրների միջից հառնելու ոգի ունենք որպես ազգ, թե մեր հին կրոններով, դիցաբանական մոտեցումներով, ընկալումներով հանդերձ, թե մեր ժամանակակից 1700-ամյա կրոնի համատեքստում վերածնվելու, նորանալու, հարություն առնելու գաղափար ունենք, նշանակում է մենք կարող ենք նորը ստեղծել, կարող ենք վերափոխել, կառուցել եւ նորից մեջքները շտկել։ Այս հավատով է, որ մենք մուտք ենք գործել քաղաքականություն եւ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը իբարս եւ ի բարօրություն հայ ժողովրդի բացառապես։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես կարծում եմ մեր ունկնդիրները շատ հարցերի պատասխան ստացան։ Մեր համագործակցությունը ձեզ հետ, ձեր կուսակցության հետ անպայման շարունակելու ենք եւ եթե ինչ-որ բանով կարող ենք օգտակար լինել, ապա հավատացեք, որ միշտ ձեր կողքին ենք լինելու։ Այսօրվա համար մեկ անգամ եւս շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, ամենայն բարիք ձեզ եւ շուտապույտ ապաքինում եւ վերադարձ հայրենիք։ Շերի բարեկամներ, դե Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ ցանկացած հանդիպում մեզ նոր հույսեր է ներշնչում։ Հուսանք, որ իսկապես կգա մի ուժ, որը ի վիճակի կլինի երկիրը հանելու այս թշվառ վիճակից։ Դե այսօր այսքանը, մնացեք լավատես, հավատացեք վաղվա օրվան, ցտեսություն։